Արդարադատությունը պետականության և ժողովրդավարության երաշխավորն է, որի զարգացումը պահանջում է համապատասխան ռեսուրսներ և համակարգում։ Եթե փորձենք թվերի լեզվով արտահայտել, 2025 թվականին պետական գանձարանից արդարադատության ոլորտին նախատեսվել է հատկացնել 75,2 միլիարդ դրամ։ Համեմատելով նախորդ 2024 թվականի հետ նկատում ենք 0,7% աճ, ինչը կազմում է 0,5 միլիարդ դրամ։ Տնտեսագիտական հայացքով դիտարկելիս այս գումարը կազմում է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 2,2%։ Եկեք պարզենք, ուր և ինչպես են ծախսվում այս միջոցները։ Արդարադատության ոլորտում գործում է 8 հիմնական գերատեսչություններ, որոնք իրականացնում են ընդհանուր 16 բյուջետային ծրագիր։ Եկեք ծանոթանանք, թե որ գերատեսչությունը որքան միջոց է ստանում և ինչ ծրագրեր է իրականացնում։ Արդարադատության նախարարությունը լինելով ոլորտի առանցքային գերատեսչություն իրականացնում է 7 կարևոր ծրագիր, որոնց համար նախատեսվում է 23,8 միլիարդ դրամ։ Այդ ծրագրերն են քրեակատարողական ծառայություններ, արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, խորհրդատվության և մոնիթորինգի իրականացում, դատական և հանրային պաշտպանություն, իրավական իրազեկում և տեղեկատվության ապահովում, արդարադատության համակարգի աշխատակիցների վերապատրաստում և հատուկ ուսուցում, քաղաքացիական կացության ակտերի գրանցում, հարկադիր կատարման ծառայություններ։ Քննչական կոմիտեն ստանում է երկրորդ ամենամեծ ֆինանսավորումը, իրականացնելով Հայաստանի Հանրապետության քննչական ծառայություններ ծրագիրը, որի համար նախատեսված է 19 միլիարդ դրամ։ Բարձրագույն դատական խորհուրդը իրականացնում է դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում ծրագիրը, որի համար նախատեսված է 17,2 միլիարդ դրամ։ Գլխավոր դատախազությունը իրականացնում է 3 ծրագիր, որոնց իրականացման համար նախատեսվում է 9,9 միլիարդ դրամ։ Այդ ծրագրերն են դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն, փորձաքննության ծառայություններ, մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում։ Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության ծրագիրը, որի համար նախատեսված է 3,5 միլիարդ դրամ։ Սահմանադրական դատարանը իրականացնելու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի գործունեության ապահովում ծրագիրը, որի համար նախատեսվում է տրամադրել 0,870 միլիարդ դրամ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կատարելու է մարդու իրավունքների պաշտպանություն ծրագիրը, որի համար տրամադրվելու է 0,587 միլիարդ դրամ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կիրականացնի կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման ապահովում ծրագիրը, որի համար կտրամադրվի 0,406 միլիարդ դրամ։ Արդարադատությունը պետության ամենակարևոր գործառույթներից մեկն է, և յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իմանալ, թե ինչպես են ծախսվում հատկացված միջոցները։ Ինչ եք կարծում, արդյոք բավարար է արդարադատության ոլորտին հատկացված ֆինանսավորումը։